Հիմնադիր խորհրդարանը և Սասնա Ծռեր քաղաքական խորհուրդը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ճանապարհային քարտեզ են մշակել, որը, ինչպես այսօր հայտարարեց հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը, ենթադրում է նաև նոր հանրապետության ստեղծում։ Ապակաղոտացում և ինքնիշխանության կայացում, Արցախի իր ներկա սահմանադրական սահմաններով դե յուրե վերամիավորում և երրորդը գենսունակ պետության ստեղծում և կայացում։ Միայն այս իշխանափոխությունից հետո, այս երեք նպատակների իրականացումից հետո մենք կկարողանանք ասել, որ մենք արդեն ունենք նոր հանրապետություն, ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական, ազգային հայկական պետություն։ Ենիգոմշյանի խոսքով Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու անհրաժեշտություն կա, քանի որ ներկայիս իշխանությունները պետության և ժողովրդի շահերին դեմ են գնում։ Առաջիկա ընտրություններին չեն մասնակցելու, քանի որ վստահ են, ընտրությունները Հայաստանում կեղծված են, ուստի իրենք քաղաքացիական անհնազանդության միջոցներ են կիրառելու, խաղաղ ճանապարհով են գնալու իշխանափոխության, բայց եթե իշխանությունները բռնություն կիրառեն, ապա ըստ Ենիգոմշյանի իրենք էլ բռնությամբ կպատասխանեն։ Երբ ժողովրդավարական միջոցներով փոփոխություն, այսինքն քաղաքացիների քվեով փոփոխություն իրականացնելը քաղաքական, այսինքն քաղաքացու կամքը, հավաքական կամքը իրացնելը հնարավոր չի, ժողովրդի քաղաքացիների արդար եւ լեգիտիմ իրավունքն է ընդվզման ճանապարհով դրսևորել իրենց պայքարը եւ այդ ընդվզման ճանապարհով հասնել իրական փոփոխությունների իշխանափոխությանը։ Նոր հանրապետություն ստեղծելու ճանապարհային քարտեզը դեռ մշակվում է, դրան միացել է նաև հիմնադիր խորհրդարանի առաջնորդ կալանավորված Ժիրայր Սեֆիդյանը։ Իշխող հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը չցանկացավ արձագանքել Սասնա Ծռերի իշխանափոխության գնալու կոչին, քանի որ պատգամավորի խոսքով նրանք ահաբեկիչներ են։ Սասնա Ծռերը ահաբեկչական կազմակերպությունը ճիշտ կանի իր գործողությունները պահի հսկողության տակ։ Եվ չեմ կարծում, որ որևէ ահաբեկչական կազմակերպության կողմից կատարված որևէ հայտարարություն ընդհանրապես մեկնաբանության կարիք ունեն։ Նրանք պետք է խստագույնս պատասխանատվության ենթարկվեն։ Իշխանափոխությունից հետո Ենիգոմշյանի խոսքով 2 տարվա անցումային փուլ կլինի, նոր սահմանադրություն եւ ընտրական օրենսգիր կընդունվի, որից հետո էլ ընտրություններ կանցկացվեն։ Ազատության հարցին, իսկ եթե ժողովուրդը դուրս չգա փողոց եւ չաջակցի իշխանափոխությանը, Սասնա Ծռեր քաղաքական խորհրդի անդամ Արմենակ Գյուրեղյանը պատասխանեց. Ցանկացած ազգային ազատագրական շարժում, որը սկսվում է, միշտ ունենում են առաջնորդողներ եւ նվիրյալներ, եւ նրանք չեն մտածում, թե եթե կլինի, թե չի լինի, որովհետեւ իրենք իրանց օրինակով ցույց են տալիս, թե ինչպես պետք է լինի, ինչպես մենք տեսանք, ինչպես մենք փորձում ենք շարունակել, եւ այդ օրինակի շուրջ են մարդիկ համախմբվում։ Իսկ եթե չլինի, ուրեմն մեր ժողովուրդը եւս կապրի երկար ժամանակ այսպիսի Հայաստան։ Որպես համախմբման օրինակ նրանք նշում են հուլիսյան հանրահավաքները, որոնք տեղի ունեցան իշխանափոխություն պահանջող Սասնա Ծռեր զինված խմբավորման կողմից ոստիկանության ՊՊՑ գնդի գրավումից հետո։ Այդ օրերին 3 ոստիկան մահացավ։ Իշխանափոխությունից հետո Ենիգոմշյանի խոսքով Եվրասիական միությունից եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հարցը կբարձրացնեն, իսկ Ռուսաստանի հետ կնքված բոլոր այն պայմանագրերը, որոնք Հայաստանի շահերից չեն բխում, կվերանայվեն, փոխարենը կսերտացնեն եւ կհավասարակշռեն հարաբերությունները Արևմուտքի եւ ՆԱՏՕ-ի հետ։ Իշխանափոխությունը սկսելու ժամկետներ Ենիգոմշյանը չհստակեցրեց, քանի որ դա ըստ նրա ժողովրդի ներգրավումից եւ կազմակերպչական աշխատանքներից է կախված։